առաջին անգամ ինչ է կարծում, երբ է Հայաստանի Հանրապետությունը գործարանային արտադրության, այսինքն զավադսկոյ, ինչպես մենք սիրուն ենք ասենք, դե 30 հրանոթ ունեցել, ինչ է կարծում, որ թվին եղած կլինի դա։ Դա տեղի է ունեցել 2023 թվականին։ 2023 թվականից առաջ մենք ոչ մի հատ դե 30 միավոր չենք ունեցել, որը գործարանից արտադրվի և բատակարարվի Հայաստանի Հանրապետությանը, այսինքն նոր վիճակում, ինչպես սիրում ենք ասել յուղը վրեն, առաջի անգամ մենք դե 30 հրետանի ունեցել ենք 2023 թվականին։ Իսկ դրանից առաջ ինչ ա եղել։ Իսկ դրանից առաջ, այն որ Սերժ Սարգսյանն ասում էր 80-ականների զենքերով, ինքը իրականում գլուխ ա գովացել, երբ որ ասել է 80-ականների զենքեր, որովհետև այդ զենքերը եւ իմիջայլոց մեր բանակի սպառազինության 70 եւ ավել տոկոսը եղել է ոչ թե 80-ականների, այլ եղել է 70-ականների, 60-ականների, 50-ականների։ Եվ ահա, այսպիսի բանակ ենք մենք ժառանգել 2018 թվականին։ Իսկ այսօր մենք ունենք բոլորովին նոր բանակ։ Եվ էլի ուզում եմ ցույց տալ այդ բանակի նոր բանակի էությունը դե 30 հրետանի օրինակով։ Դուք կտեսնեք մայիսի 28-ին դուք կտեսնեք դե 30 հրետանին։ Նախկինում ուզում եմ ասել, պատկերացրիք չէ, ինչ որ մենք ունեցել ենք, ոչ միայն օգտագործված է եղել, այլև պիտանելիության եզրին գտնվող զենքեր են եղել։ Ну, ուտիլ չէ, բայց դա կոչվում է նիկանդիցիոննի կամ գրեթե նիկանդիցիոննի։ Այսինքն մենք այդ զենքերի մեծ մասին նույնիսկ փող չենք տվել, որովհետև մեծ հաշվով դրանք փող ըստ էության չարժեին էլ։ Հիմա դուք ինչ որ կտեսնեք մայիսի 28-ին, մեր դե 30-ները գործարանային արտադրության են, դե 30-ը, բայց մենակ վիզուալ կնայեք, դե 30 հրետանուն և են նոր հրետանային միջոցները, որոնք մենք ձեզ մենակ չափերով։ Այսինքն են էլա պուշկա, են էլա պուշկա, բայց մենակ չափերով կնայեք, թե նախկինում ինչ չափ ա ունեցել մեր հրետանային թիվ 1 միջոցը, այսօր ինչ չափ ունի մեր հրետանային թիվ 1, թիվ 2, թիվ 3 միջոցները, դրանք սարերի ու ձորերի տարբերություններ են,